Հիմա մեզ առաջարկում են հանրաքվե անցկացնել Հայաստանում, ընդ որում չգիտեմ ինչպիսի արագացված կարգ են առաջարկում, բայց 2013-ին ոչ ոք չասեց հանրաքվե արեք, ուզում եք մաքսային միություն մտնել, թե ոչ։ Դա արդեն սահմանադրության փոփոխության հետ է կապված, ներկայիս սահմանադրական կարգավորումներով այդ վերպետական մարմիններ մտնելու կամ այդ վերպետական մարմինների հեռանալու պարագայում նախատեսվում է հանրաքվե, բայց հանրաքվեի անհրաժեշտությունը կառաջանա այն ժամանակ, երբ որ դրա համար լինեն բավականին հիմքեր եւ բավականին առաջընթաց եւ կրկին նշում է, որ նպատակների արկայությունը որևէ ձև չի խախտում որևէ միջազգային պայմանագիր։ Այդ նպատակների դեմ քաղաքական ճնշումները սանիտարական եւ ֆիտոսանիտարական միջոցներով կիրառելու դեպքում դա առաջացնում է որոշակի խախտումներ նպատակի։ Հիմա արդեն տևական ժամանակ է սահմանափակումները կիրառվում են, բայց շատերը հենց այս ոլորտի մասնագետները նշում են, որ այս անգամ Եվրամիության արձագանքը բավականին օպերատիվ էր։ Ամեն դեպքում դա իրավիճակային լուծում ենթադրող արձագանք է, թե կարող է արդեն մշտական պրոցեսի վերածվել։ Այսպես ասած, հիմա մարում են դեռևս չբռնկված շատ թույլ բռնկված հրդեհը, որը առաջացել է այդ սահմանափակումների հետևանքով, որպես միջազգային առևտրի մասնակետ կարող եմ նշել, որ այդ շուկա մտնելը որոշակի ժամանակ է պահանջում, այնպես չէ, որ ստեղծվել է միստիկական իմիջ եվրոպական ստանդարտների բարդության կամ անհնարինության մասով նման բան գոյություն չունի, այնտեղ տեքստ է որոշակի բարձր պահանջներով եւ այդ տեքստը պետք է ուսումնասիրել եւ ապահովել այդ պահանջները վերաբերում է փաթեթավորման, մակնշմանը եւ այլն եւ այլն, բայց փաթեթավորում ասացիք նկատել եք Ծիրանը ինչ գեղեցիկ փաթեթավորումամբ է։ Դա հենց այդ պահանջն է։ Այո, դա տեխնիկական պահանջ է առևտրի նկատմամբ եւ այդ պահանջները որոշակի ապրանքների տեսքում ավելի բարդ ժամանակաշրջան է պահանջում։ Ամեն դեպքում ապրանքի համար, որպեսզի մտնի եվրոպական շուկա, պահանջվում է մոտավոր 1 տարի կամ ավելի երկար ժամանակահատված։ Այս իրավիճակում կամ նախկինում էկոնոմիկայի նախարարությունը որոշակի նախապատրաստական գործողություններ է արել, ոչ նախապատրաստական գործողություններ իրականացնել, որպեսզի ապրանքների որակները համապատասխանեն եվրոպական ստանդարտներին, գործարարների հետ արել է կամ տվյալ պահին որոշակի մասով իրականացնում է, այսպես ասած, արագ արձագանքման գործողություններ։ Հաջորդ դրանից կարող է բխել արդեն սիստեմատիկ ինչ-որ գործողություններ, սիստեմատիկ համապատասխանություն, պետք է ստեղծվեն սերտիֆիկացիայի լաբորատորիաներ եւ այլն, որոնց հավաստիացումը, որ ապրանքը համապատասխանում է ինչ-որ որակի, ընդունելի լինի այլ երկրներում։ Իմ ասածը ավելի շատ վերաբերում է նաեւ նրան, ենթադրենք քիչ հավանական չէ, որ վաղը միսօր Եվրասիական տնտեսական միությունում այդ վեճը կհարթվի։ Էլի քաղաքական մակարդակում դա կհարթվի եւ ամեն ինչ կգնի տեղ, անգամ կմոռացվի, որ այդ շուկայում մենք այսպիսի արգելափակումների ենք ենթարկվել։ Բայց այդ ընթացքում հնարավոր է, որ եվրոպական ուղղությունը, արաբական ուղղությունը, այն երկրները, որոնք հիմա աշխատում են Հայաստանի հետ, կարողանան պահել այդ ռիթմը։ Ինչ է ստացվում։ Մենք ընտրություն անելու իրավունք ենք ստանում արդեն, որ շուկայից օգտվել։ Մենք ընտրության իրավունք, եթե նայենք իրավական տեսանկյունից, որ շուկա արտահանել, մենք մշտապես ունեցել ենք, բայց քաղաքական պատճառներով այդ իրավունքից եւ հնարավորությունից չենք օգտվել, ոչ միայն քաղաքական պատճառներով, ինչպես նաեւ հնարավոր է նաեւ ծույլության հետևանքով, քանի որ ռուսական շուկայում մենք նույնպես ծույլությունը փոխարինենք այլ բառով, մենք չենք ցանկացել մեծ ջանքեր գործադրել, քանի որ արդեն կա գործող շուկա, որտեղ աշխատանքի պայմաններում հիմա իրավիճակ է, էքստրեմալ իրավիճակներում նման գործողություններ չեն իրականացվում, նման գործողությունները իրականացվում են նախապես պատրաստվելով, թեկուզ հենց այսօրվանից պետք է պատրաստվելու այդ գործընթացը լինի, որպեսզի այդ ապրանքները հնարավոր լինի վաճառելու եվրոպական շուկաներում եւ դա լինի սիստեմատիկ, եթե պետք է Հայաստանի
ամենապարզ օրինակը, որ երկրները որոշակի դեպքերում օգտագործում են, վերցնում են այդ բարձր ստանդարտները եւ տեղայնացնում են, այսինքն Հայաստանում պահանջ դրվի, որ որոշակի ժամկետում անցում կատարվի այդ բարձր ստանդարտներին եւ մարդկանց համար դա արդեն կդառնա սովորական երևույթ, որին համապատասխանել արդեն որևէ խնդիր չի լինի։ Եվ եվրասիական շուկան կարող է զիջել իր տեղը այլ երկրների, որովհետև այդ երկրներում ավելի շահեկան է Հայաստանի հետ շփումը։ Եվրասիական շուկայի դեպքում այստեղ մի հատ առանձնահատկություն կա։ Մենք այնտեղ առևտուր իրականացնում ենք զրոյական տարիֆներով եվրոպական շուկայում, մենք իրականացնում ենք եվրոպական տարիֆը։ Մեզ զիջելու այնտեղ կա ծրագիր սուբսիդավորման, բայց դա երկարաժամկետ գործող ծրագիր չէ, որովհետև սուբսիդավորված ապրանքների մասով որոշակի բարդություններ կան բոլոր երկրներում։ Եվրասիական շուկան մնում է շահեկան այդ։ Եվրասիական շուկան որոշակի այդ տարիֆային տեսանկյունից մնում է շահեկան, բայց հնարավոր է նաև մուտք գործել այլ շուկաներ, բնականաբար։ Եվ նույն զրոյական տարիֆով գլոբալ մասշտաբով բոլոր երկրները դադարել են արդեն իսկ օգտագործել տարիֆները որպես իրենց ներքին շուկայի պաշտպանության միջոց, բացառությամբ վերջին Տրամպի քաղաքականություն, որը քաղաքականելի տարիֆներ օգտագործում էր որոշակի ճնշումների համար, բայց շատ երկրներ օգտագործում են զրոյական տարիֆներ որոշակի իրենց այսպես ասած ապրանքացանկի էական չափի վրա եւ այստեղ հնարավոր է օգտվել այդ հնարավորությունից, ուղղակի պետք է ուսումնասիրել եվրասիական շուկան մեզ շահեկան է, քանի որ ոչ միայն կա այդ արտոնությունը, մենք սովորենք այդ շուկայում աշխատել, բայց պետք է սովորությունը նույնպես փոխվի եւ սովորենք աշխատել ոչ թե էջուկսի դեմ Ռուսաստանին, այլ ի օգուտ մեր բիզնեսին պետք է սովորենք աշխատել այլ շուկաներում։ Երեք մի կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որը Հայաստանից դուրս է դրա համար քիչ ուշադրության արժանացել, դա Վրաստանի եւ Ղազախստանի ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրն է, ընդ որում այնտեղ շատ հետաքրքիր կետ կա կոմունիկացիաներին վերաբերող։ Ինչքանով է դա մեզ վերաբերում։ Մենք կարծում ենք, որ դա մեզ միանգամից ավելացնեմ, որ Ղազախստանի անունը պարբերաբար նշվում է հայկական երկաթուղիների հաջորդ կոնցեսիոն կառավարիչի։ Այստեղ կարծում եմ, որ դա այն ինչ որ մեր շրջակայքում տեղի ունենում, դա բնականաբար մեր հետ ուղղակիորեն կապ ունի եւ թե Օվերչուկը եւ թե այլ Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաներ նախկինում հայտարարություն են օրինակ, որ թրիփի գործարք առանց մեզ չի կարող տեղի ունենալ, հետո որոշակի շեշտադրումների մեղմացում եղավ, մենք էլ պետք է մասնակցենք այդ ձևակերպումներով։ Իրենք մասնակցում են արդեն իսկ որպես Եվրասիական տնտեսական միության մեջ գտնվող երկիր։ Իրենք ռուսական երկաթուղին կարող են օգտագործել այդ տրանզիտային միջանցքով բեռների փոխադրման մասով, ինչը կարծում եմ որևէ տեղաշարժ չկա, մենք ճանապարհով երթևեկելիս տեսնում ենք, թե ինչ վատ վիճակում է հայկական երկաթուղի վիճակը եւ դա վիճակի չէ ապահովել այդ ակնկալվող մեծ քանակով բեռների տեղաշարժը։ Իրենց մասնակցությունը կա Եվրասիական տնտեսական միությունների շրջանակում եւ դա կարող է Եվրասիական տնտեսական միություն ավելի արագ, ավելի էֆեկտիվ ապրանքների ներմուծման համար մեխանիզմ հանդիսանալ, որից բնականաբար էական շահույթ ստացողը իրենք են ընդհանուր մաքսային տարի շրջանակում հավաքված մաքսատուրքերի էական մասը գնում է Ռուսաստանի Դաշնության բյուջե եւ մեր մասը կազմում է բավականին փոքր։ Այսինքն իրենք որոշակի շահեր ունեն այդտեղ, բայց չեն ցանկանում այդ շահերը հետևել, քանի որ իրենց մտահոգությունը կարծում եմ այլ է։ Իրենց մտահոգությունը, իրենց նպատակը վերահսկող լինել այդ միջանցքում, այսինքն մասնակցություն ունենալ Միացյալ Նահանգների հետ, Հայաստանի հետ համատեղ։ Իմ զգացողությամբ դա այդպես է եւ որոշակի եւ հնարավոր նաեւ դրդում է, որ Հայաստանը նման առաջարկ անի Միացյալ Նահանգներին, թերևս անհայտ է, թե Հայաստանը թե մի առաջարկ անի օրինակի համար Միացյալ Նահանգներին ներառել Ռուսաստանին այդ նախագծում, դա կարող է բերել նրան, որ այդ նախագիծը ընդհանրապես չիրականանա, քանի որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը առանձնապես շահեր չեն կիսում եւ
այդտեղ կարծում եմ իրենց նպատակների մեջ չի տեղավորվում անել միլիարդավոր ներդրումներ, որից մասնակցությամբ կօգտվի նաև Ռուսաստանը։ Այդտեղ տեսնում ենք Ռուսաստանը կարող է իհարկե կոնստրուկտիվ այլ մասնակցություն ունենալ ապրանքների տեղափոխման տեսանկյունից կամ ներմուծման ժամանակ որոշակի մաքսատուրքերի իր բաժինը ստանալու։ Երևանի եւ Բաքվի որոշելիք չի այդ հարցը։ Այո, բնականաբար դա Երևանը Բաքուն, Երևանը այդ համաձայնագիրը կնքել է Միացյալ Նահանգների հետ եւ այստեղ Միացյալ Նահանգների ֆակտորները կարծում եմ, որ շատ կարեւոր եւ պետք չէ դրթել Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի մեկ այլ կողմի անի ինչ-որ առաջարկություն, որը կարող է մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիրը, այսպես ասած, փակի։ Եվ այսքանը շնորհակալություն, Արայիկ։